Ողջույն Կորզարարարիք եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է, մենք խոսում ենք հայրենադարձության մասին նախկին սփյուռքահայերի հետ, որը հայրենադարձել են Հայաստանը, այսօր մեր հյուրն է Դիկրան Կապոյան, ողջույն Դիկրան ջան։ Ողջույն, բարև։ Դուք Սիրիայից եք եկել, երբ եք հայրենադարձել ու ինչն էր պատճառը։ Իմ պատմությունս քիչ մտարբեր է դիրան, որովհետև ես այստեղ ուսանած եմ, քրագամ մշակութային կորզունեություն ունեցած եմ։ Հայրենադարձության, այսպես կոչված հայրենադարձության առաջ։ Որ դարիները։ 2000-ականներ։ Այսինքն նույնիսկ 90-ականների վերջավորություններն ալ կայի։ Հալեբից։ Այո, Հալեբեն միշտ կայինք, որովհետև մեր գաբը մամաս լրակրող էր, հասարակական կորձի չերաբարակախոս էր։ Այդ գաբը շարունակվեցավ, ես ալ ավելի այսպես համեստապար զարգացուցի։ Այո, թե քրող, թե լրակրողական, թե հրաբարակախոսական, արմտայինով, այո։ Անորոշ երբ որ Սուրիայի դեպքերը սկսան 2012 էր, մենք եկած ենք կրոններում իթան համակոմարին, պատկերացուր, եւ ետ չվերադարձանք։ Վայ։ Որ դարիներ։ 2012 ապրիլ 16։ Չվերադարձաք, այնտեղ սահմանը փակվել էր, թե ինչն է։ Չէ, ես այստեղ էի, ծնողքս ինձ միացավ։ Բայց գիտեիք ամեն ինչը ստեղի որպես ուսանող եկած դեսած։ Ես ընդհանրակ ինձ համար ամենան այսպես ասած թյուրուն եւ հեզասահ վիճակներ կամ քայլներ, որը եղավ։ Իսկ եթե պատերազմը չլներ։ Պատերազմը չլներ փոխադրությունը գլար կամ չերլար։ Կարծեմ գլար։ Ավելի այո, կիրականանար, որովհետև մենք միշտ ունեինք այդ ցկտումը։ Բայց գլխավոր պատճառը ինչ է, որ մեկը որոշի հայրենադարձել։ Ինչն է գլխավոր պատճառը, ու նաև գա հետո ուրիշ պատճառներ, բայց գլխավորը ինչ է, որ ցեզ մղեց հայրենադարձել։ Գլխավորը կարծեմ Հայաստանի անտեպ սերն է։ Մեծ սերը եւ կապվածությունը, այսինքն որ ուզում եք ծեր Արորյան, ծեր նման մարդկանց հետ լինի, այսինքն պատկանելության զգացումը, այսինքն հայրենիք, մենք ոչ թե համեստապար ընտանիքով այդ շունչով մեծած ենք, որ մեզի համար հայրենիքը հոս էր։ Այսինքն հարկանքը Սուրիային, Ատմիջին արևելյան երկիրներուն եւ այլն։ Դե պատահական ենք մենք։ Հա, մեզի համար հոս էր, առաջին հոն ծնունդի օրեն մենք Հայաստանի կպատկանեինք ներողություն։ Պայման չէ Հայաստանը սովետական էր կամ ինչ թիմակից կամ ինչ ծև ուներ Հայաստանը։ Բայց եկեք համաձայնենք, որ սովետական ժամանակ շատ դժվար էր, քալը նախ շատերին չէին թողում ներս մտնել, աքսորի վախեր գային, եթե ինքը որոշ ինչ որ մի բան ուներ դուրսու կորձունեություն, այդ որոշումը դու չէր կարող, պետք էր անդամ լինեն ինչ որ գուսակցության սփյուռքում, որը քեզ ուղարկել։ Այդ բացառում ենք, բայց անկախությունից հետո շատ ընտանիքների մոտ ասվեց, ինչպես մեր ընտանիքի մոտ, մենք ինչ կորձ ունենք սփյուռքում։ Ու դա մղեց մեզ նաև որ փոխանակ հերվից մենք քննադատենք, ափսոսանք, որ ինչու է սենց եղել, ինչու սենց չի լինում, ինչու սենց են անում, այդ բոլորի պատասխանը է դա որ արի ֆիզիկապես ու քո անելիքդ արա, եթե աշխատադեղեր ես ստեղծում, կամ եթե գիտելիքներ ունես, գիսվես ես երկրում, որ այս երկիրը առաջ գնա, այս երկիրը չի դանում առաջ միայն ղեկավարն ու նախարարն ու, չգիտեմ, վարչապետը, նաև դանում են առաջ մարդիկ, որ ստեղ ապրում են իրենց յուրաքանչյուրը իրեն բնակավարում։ Դուք էլ ունեիք բնակավար, ինչն էր ձեր առաջին քայլերը։ Քրագանությունն էր։ Բայց ինչպես կարելի է փող աշխատել, ապրել, այդ բոլորը պետք է ծրագրեն, որովհետև շատերը եկան այդ պատճառով հետ գնացին։ Ճիշտ է։ Ես նախ մենք Հայաստանի համար ինչպես դու բացատրեցիք, մոդեցումը ավելի այսպես իդեալիստական էր։ Հայաստանը մեզ համար ռոմանտիկ էր։ Տրամ աշխատելու դեղ չէր, ասեմ, բարձ ժողովրդական դարձվածքով։ Ուղղակի ծառայողական դեղ էր, հանձնարարություն կա։ Հայաստան պիտի կաս, դու պիտի գիտնաս, որ Հայաստան պիտի կաս, որ ծառայես, որ օգնես, որ մշակես։ Ինչ որ սխալ է, միայն օգնելու համար չես կա, ժամանակավորը։ Գրնալ, բայց մենք այդպես այդ հասկացողությամբ էինք եւ մեծած էինք այդ հասկացությամբ։ Դրա բաժարն է նաեւ բաններ, երկրաշարժներ, որով երկրաշարժը գրնալ, երկրաշարժ շատ աստեց։ Բոլորը սպորտեցին օգնել իհարկե ամեն երկիր որ երկրաշարժն այդ օգնություն բարը շատ
ծանր նստավ մեր վրան, բոլորը ուզեցին օգնել, թեկուս օդարներին էին խնդրում, որ երկրաշարժոտ երգիրը օգնել, ունդեղից շատ վատ ցևով սկսավ մեր անկախությունը։ Թե Արցախյան պատերազմը։ Արցախյան պատերազմը պայքարի առումով, փողի առումով նաև երկրաշարժը, որով անպայման փող պետք էր, ամեն ինչ պետք էր։ Ցավոք դենսը սկսավ, բայց մենք այդ սկզբունքով չես կարող ապրել այստեղ, թունել մարդ ես, պիտի աշխատես։ Ինչպես եմ ցերաշկալ։ Սկսամ ես իմ այսպես կոչված ցերներեցությունս, ես սպիրկի նախարարության ես սկսա աշխատելու, իբր պաշտոնյա, հետո էկոնոմիկայի տնտեսագիտություն, էկոնոմիկայի գսեն այստեղ նախարարություն մրցունակության հիմնադրամ աշխատեցա։ Հետո Armenpress-ի հիմնեցինք Արաբերեն բաժին, ես եւ նախկին Armenpress-ի տնօրեն Արամ Անանյանը, արդեն լրագրողական աշխարհը մտածած, մոդավորապես, այսինքն քրագանության մոդել լրագրությունն իրար կամփոխացնեն, սկսավ այդ ասոցիացիաներեցության, հետո փորձեցի նույնիսկ Հալեբի կորձը ինչ որ գնայինք պապայիս ողորմածին ունած կորձերը վաճառականություն եղել դեսա որ չէ պիտի խանգարե ինձի իմ այս ոլորտից որը շատ հոգի հարազատ է ինձ համար չեմ զիջիրս շարունակեցի բայց 2018-ին մեկ հատ Հալեբ այցելեցի Դուբայի հետ կապ ունեի սկսա Դուբայ Հալեբ եւ այլն 5 կորձ որ ունեինք մենք հայրեն ավտոմասեր գսեն spare parts ադի սկսա շարունակել բայց Հայաստանեն չի այսպես չի հրաժարեց ասի որ ես այստեղ եմ այստեղ պիտի մնամ դուրսեն եթե գրնամ համատրել այդ եկամուտս այստեղի լրատվականի եւ քրագանությունը գիտես որ շատ մեծ այսինքն ցերներեցության կամ վաճառական կամ տնտեսական մեծ բան չէ բայց ուրեմն դուք բանարեցիք լրագրողական աշխատանքը Armenpress-ում Արաբերեն բաժնում ու նաև այդ ավտոմասերը ստեղ բերելով թե այդ վաճառականությունը շարունակ չէ այստեղ չէի բերել Դուբայի միջոցով աշխատեի քիչմը Դուբայ ապրանք կբերեի ընկերմ ունեի որուն այդ կորզմնա հիմնեցինք այդտեղ դժբախտաբար ինքը մահացավ կորոնային այսպես կյանքս դասավորվեցավ երկուղությամբ այո բայց ես ուզեցի որ իմ գետրոնս կամ իմ կորձունեության այսպես առանցքը կամ հիմքը լա Հայաստանը եւ սկացի որ եթե շատ ծառությունը դանիմ թեպի այդ բիզնեսի աշխարհ ես պիտի դուժեմ իմ մյուս աշխարհներուս մեջ որը ինձ համար Հայաստանի հետ ավելի կապված են այդ աշխարհները չի հաստատվեցակ Հայաստանեն այսինքն որոշ օրեր չասեցիք որ Երանի շարունակեին որովհետև այդ տնտեսական մեկ-մեկ նեղության մեջ մարդիկ ասում են միշտ մեկ-մեկ ու կան այդ չէ հիմնական չի չէ հիմնական չէին անցողիկ բաներ էին գրծա այդ վերատասավորել եւ հակառակ որ Հայաստանի հետ նայած տուն ինչպես որ քիչ առաջ տուն ներկայացիր տուն եկած ես եթե կոմ հիմնական ծրագիրը կորձ բիզնես հիմնելն է կամ քու ծրագիրը օրինակ մշակութային այսպես մշակելալն է կամ իմ նպատակս այդ էր իմ երազանքս այդ էր որ ես Հայաստան եթե լամ եւ մորցա ասելու միջալուց կներես որ կրոներում միության հետ աշխատեցա եւ հոն միջազգային գաբերու բաժնի մեջ այսպես հերագալ չսեմ բայց արդաժամյա կորձ ունեի մինչեւ հիմա գամակորձակցիմ հետերտին իսկ մենակ եկաք սկիզբայում մինակ հետո մամաս պապաս եկան հետո հայրս այստեղ մահացավ եւ մամաս դեռ այստեղ է միասին ենք շատ լավ իսկ բարեկամներ ունեիք որ բادرազմի բաժարով էլի ուղղությունը թեպի Հայաստանը ունեցան կամ ընկերներ բարեկամներ այո մորակուրս մնացին այստեղ ոչ թե դեղափոխվեցին հիմնական մորակուրս եւ մեծ մայրս այսինքն դադիկս այստեղ էին դադիկս մահացավ Քերիս եկավ սկիզբը, բայց ցավոք Քերիս հետո տեղափոխվեցավ Հոլանդիա։ Մնաց 4 տարի ինչպես շատերը։ Իդիկրան ջան, ծեր բնակավարը լրագրողական շատ փոխված է վերջին 10 տարին։ Այսինքն գալի ասել ամեն մարդ լրագրող է, ցավոք սրտի։ Ոչ մի իրական լուր, ոչ մի սուտ լուր չես կարողանում դարբերես։ Ինչպես է գնահատում այդ։ Ունի նաև իր լավ կողմերը, որովհետև Առաջ լրագրողը մինչև թերթը դպատ չտեսնեիր, չկարդայիր, չի կարողանում լուրը իմանաս։ Հիմա գարա մի գոջագով այդ լուրը հասնի հազարավոր մարդկանց։ Ինչպես է գնահատում այս վիճակը լրագրողական։
այո դրան բայց լապամը սիր որ հիմա դրված դեղատվությունը կամ դեղությունները շատ խիտ են շատ օրինակ հիմա մեկ թերթի մեջ եղեր դեղությունները 18-րդ դարու 1 տարվանն է պատկերացուր իմ վերապերմունքս այո մեկ շատ այսպես ասած գեղձիկ կա շատ արտահոսք շատ ահավոր ճստուկված սխալական բաներ կան բայց երբ որ ես լրագրության ուղղվեցա իմ կաչարերանքս կամ ներշնչանքս ասեմ Armen Press-ներ որովհետև Armen Press-ը պետական լրատվական գործակալություն է այսինքն Հայաստանի պետությունը կներկայացնի ես մեջը նորեն առաքելությունը տեսա երբ որ արաբերենը հիմնեցինք շատ խանդավառ էի եւ այդ բաժին ինձ մխիթարեց որ հոն չի գա շատ այսպես ասած Հայաստանը ներկայացնող բան է համաձայն եմ որ հիմա համացանցը եւ այլն ամենուն լրագրողի եւ ինչ կսեն հայերեն ինֆլուենսերի վերածերը այսինքն սուտ իրավեն չես կնագոզանազանեն բայց ես մնացի կետրոնացումս միան Armen Press-ի վրա արաբերեն բաժին ու կարողանում եք ճիշտ լուրերը Հայաստանի մասին արաբական աշխարհ հասցնեք մեր վրա եղած հարցակումին 2020-ի պատերազմին շատ խիտ աշխատանք դարինք եւ կարծեմ թե շրջադարձային էր մի քանի առումներով որ թե ջազիրեն թե արաբիան նույնիսկ արաբիան անդրադարձավ որ հղում տվավ Armen Press-ին ադի մեծ բաներ որ մենք որ գսեն refer to կամ արաբերեն նaqlan այսինքն հղում տալով մեծ բաներ Armen Press-ի այսինքն մենք եղանք արաբերեն բաժին անգլերեն եւ ռուսերեն շատ բաժիններ ունի Armen Press-ը նույնիսկ հիմա չինարեն հիմնացին այդ բաժնի մեջ լուր դալու հղումի կամ աղբյուրի արաբիան մեծ ինչպես որ բայց նաեւ բոլոր արաբական լրատվությունները նաև փոքր առավելություն են տալիս եթե թիմացի երգիրը մուսուլմանական է շատ ժամանակ ու մենք այս բարակային մեր տշնամին լինելով մուսուլման կարող է որոշ տեղեր իրենք առավելություն ունենան կամ էլ ագրեսիան դարձուցին հավասար այսինքն իբր մենք ենք հարցակում իրենք են հարցակում այդ ամենավատ բանն է բայց չես էլ գարա փոխես քաղաքականությունը դարբեր լրատվամիջոցների ինքը չես կնար թե փոխել թե լրատվությունը քիչ մկարոշչական գիտես որ այո աղբյուր է ջուղունի արաբները մեր անտեպ այսպես համագրանք ունին նույնիսկ ասեմ սերալ ունին բայց անշուշտ որ իրենց հավաքական մոդեցումները ավելի կրոնական են ավելի գործենք մենք մեծ լրատվական տաշտ է 500 միլիոնոց արաբախոս կա տարբեր երկրներով այո բայց լավ են մեր կապերը այսինքն Armen Press-ի մանավանդ կապերը արաբական լրատվական գործակալությունները կարևորների հետ առնվազն համացանակիրներ կան եւ այլն նայենք ուսանք թեր ավելի խորանա եւ ավելի հետո туриզմիալ հիմա туриզմը զարգացավ Հայաստանի մեջ ու շատ են գալիս արաբական այո համեստապար մեր չնչին ներդրումն գա այդտեղ որովհետեւ մենք ծանուցեցինք եւ այլն ու շարունակում ենք մոտավորապես այո քանի արաբերեն երբ որ հիմնեցինք բաժինը մեր դեստականի մեջ կար որ Հայաստանի մասին զանուցենք այսինքն Հայաստանի տուրիստիկալ չէ արաբական երկրները թե հերու չեն թե իրենց համար հաջելի է Հայաստանի չգիտեմ սնունդը եղանակը ջուրը արաբները շատ են սիրում այս ծևի երկրներ այո եւ հոսքը մեծ է արաբական երկրներում միշտ կա նույնիսկ ծմերվա մեջ կա որ գալիս են զույն դեսնելու իսկ դուք արևմտա հայերենով քրող եք չէ այո ու շատ մարդիկ նեղանում են արևելը հայերենից արևմտա հայերենը ինչպես է ձեր մոդեցումը ամեն մարդ ունի իր արժեքները այո սկզբունքները ես նաև զարմացած եմ որ այսքան փոքր ասկ այսքան դարբեր լեզու ունի դա էլ զարմանալի է Չինաստանը հասկանում ենք բայց հայերը ինչու երկու պիտի ունենան բայց այդ երկար պատմություն է դուք ո՞նց եք նայում այս ամեն ինչին ճիշտ է սկիզբը բան է որ մենք շատ չենք օրինակ եթե 10 միլիոն ենք ճյուղավորումը կա հադունինք դա էլ շատ գդրուկ արևմտա հայերեն արևելը հայերենից բավականին դարբեր է այո ինչպես է ձեր ես չսեմ ցավալիորեն կամ ես չիզիչեցա արևմտա հայերենի հարցով որովհետև այսինքն ես կրնայի Հայաստան ապրելով թյուրով փոխանցում կամ ուղղիլ թեպի արևելը հայերեն կլիներ
Մոդը մանավանդ գրական հայերենով, այսինքն գրնայի արևել հայերենով ավելի խորանալ ստեղծագործել։ Բայց դելանել չեք ուզում։ Ես արևմտահայերենի մնացի գարչած։ Ու ինչ եք անում դիքրան, ինչ եք քրում օրինակ։ Ուր են գարթում ծեր գրածները։ Ես 3 հատ բանաստեղծության ժողովածու ունեմ։ Գան համացանց։ Ունեմ գա այո։ Որքովացնենք մարդիկ տեսնեն։ Քիրքեր ունիմ 3, այսինքն ժողովածուները։ Անոր գողքին ժամանակ օրա 13-ին հետ կաշխատիմ։ Որը գա համացանցում։ Այո, միշտ օնլայն սյունագ ունիմ, այսինքն շաբաթական թռիթով։ Ավելի հասարակական մշակութային։ Նույն ժամանակ աշխատակցած եմ Կարունին հետ, մի քանի թերթի հետ այստեղ դպակրած են իմ գործերս, հրադարակած են։ Բայց արևմտահայերենի հարցով դիրան ես քիչ մնալ այս բանին կանտրատանանք Հայաստանը արևմտահայերուն համար մենք այս շատ խոսած ենք այս թեմայով ուրիշ առիթներով, ինքը չի վերածվեցավ համահայկական երկրի, որովհետև արևելը հայկական մշակույթով սովետական միութենն իվեր մնաց այդ մշակույթի շարունակությունը կատարելագործողը արևմտահայերենը չսեմ խորտ է, բայց քիչ մը շատ ընդունելի չէ։ Բայց ցավոք սրտի մենք անկախությունից հետո ես կարծում եմ որ մի քանի միլիոն հայ պիտի կա Հայաստան, անկեղծ։ Շատ քիչ է։ Ով են անում արևմտահայերը մեծ մասը, որը չգան։ Այո։ Հերիք չգան, իրենց լեզուն ալ չեն պահպանում հիմա դուրսում։ Այո։ Ինչն է ճակատագիրը այս լեզվին, ով է պահպանելու արևմտահայերենը։ Եկեղեցին եւ մի քանի դպրոց, որոնք էլ փակվելու ենթակա են արևմուտքում կամ նաեւ միջին արևելքում։ Ով պիտի պահպանի այս լեզուն։ Ճիշտ այդ մոդեցում են ելած ես չեմ զիջիր գորաս արևմտահայերենը եւ ինձ համար այսպես քուրքուրանքի արժանի բան է, որը եւ քրագանության գա շատ այսպես սուրբ է, եթե ասենք բառը օգտագործեմ, որովհետեւ նույն այդ քրոներում մենք շարավիղը կհամարվենք կամ այստեղ Վարուժանին, Սիամանտոյին, նույն լեզվի այս գրողն ենք կամ չագիրն ենք, ադորամար ուրիշ մոդեցում կա արևմտահայերենին։ Դիքրան ջան, այստեղ քրոներում միություն կա, միգուցե Սփյուռքում թեգուս համացանցային քրոներում միություն կգազմվի արևմտահայերեն քրոներուն ու այդ դենց Ես գնաց կգնա առաջ, ոչ թե դիքրանը մինագը իր մոտ, չգիտեմ մեկը, չգիտեմ կարող է Ամերիկայում, մյուսը Լիբանանում, այս չկա, այս ծրագիրը, որ իրար հետ համագործակցենք ու բահենք այս լեզուն։ Ինքը լավ հարց է, որովհետև 2010-ին էր կարծեմ, այո, նախկին քրոներում միության նախագահ Լևոն Անանյանը համախմբեց նույն ինքն սպիրկահայ քրոներուն բերավ եւ անդամակցության առիթ տվավ։ Բայց պետք է հadouk հատված մփանալ, որ չի խառնեն իրար, չէ։ Չեղավ այդ հadouk հատվածը։ Մենք եթե արևմտահայ քրոները անեն այդ ամեն ինչը, ոչ թե ստեղից կա խաղապարը, այլ իրեն իրար մեջ մի անգամ հանդիպին ու այլևս իրար հետ հերագա, իրար հետ միշտ հանդիպին, խոսան, գիսվեն, ուրիշ դարբերակ չկա։ Հիմա Լոս Անջելեսը ունի կարծեմ իր հավաքույթները կամ իրանահայ քրոներու միություն ունին Լոս Անջելեսը։ Օրենքն արևելահայերեն։ Արևելահայերեն օրեն, բայց սպիրկահայ կամարվի, որտեվ իրանահայ է։ Թեգուս, բայց մենք արևմտյան հայերենը պահպանելու ծրագիր ոչ մի ձև չկա։ Օրինակ մենք Սուրիո մեջ ունեինք համախմբումը, Սուրիայ քրոներու համախմբում։ Այդպեսի կառույցը կա, բավական քրոներ կային այդտեղ։ Հիմա ծրվեցան աշխարհով։ Այստեղ դա որ հիմա համացանցը գմոդեցնի մարդկանց։ Դրա համար եմ ասում, մեկը պետք է նստի, այս բոլորը հավաքի ու ասի, որ մենք մի հատ գրուպ կազմենք, ու այդ գրուպի մեջ մենք քննարկենք այս ամեն ինչը, փորձենք ինչ-որցև գիսվել շատ բաներ, մի քուցե առաջ գնա, թե չէ եթե ամեն մարդիկ իր գոմով գնա, ինձ թվում է մի 10-20 տարի վերջ բան չի մնա։ Լեզվի արևմտահայերենի հարցով։ Հատկապես որ շատ քրոները դարիքնի մեծ է, ցեզիպես երդասարդ չեն։ Ու մի օր պիտի չի մնա, այսինքն այս ամեն ինչը։ Չեմ պատկան, այո։ Եվ քիրքերը որ կրված են, հա գան, բայց գարտացող չգան է, ինչ իմաստ ունի, դա հարցը։ Նկատի ունենամ։ Քեշ միտքեր։ Դիքրան ջան, ցուգալ փոքրուց ծնված եք, մեծացած եք այսինքն միջին արևելքում, գիտեք որ շատ հզոր էինք այն ժամանակ, չգիտեմ, կարող է մեր
Դրանից առաջվա սերունդը ավելի հզոր էր, որպես հայկականություն, գառույցներ, եկեղեցի ակումբներ, սպորտային գառույցներ, ինչ ասես կար։ Հիմա բավականին թուլացած է, կարելի ասել նույնիսկ շատ ողբալի վիճակում է։ Ու նաև բայց կա որոշ սպիրկայեր, որ մնում են ընդեղ գարչած։ Ինչ է ծեր խորհրդի իրենց, որ մեր նման հայրենադարձեն ու իրենց փրկեն թե հայկական առումով, թե փարոյական առումով։ Քիչ դժվար հարց է իրան, որովհետև մենք այս մոդեցումը երկու այսպես ճյուղավորում ունի։ Նախ համահայկական առումով բոլորնից, այսինքն գիզակետը կամ գետրոնը Հայաստանը պետք է լայվ այդպես է մեր դասերակցության մեջ, հավաքական ալքիդակցության մեջ Հայաստանի ծաղկումը ամենակերնապատակն է։ Ես այդպես կարդեմ հարցերը, գրնալը մարդիկ կա, որ չէ, դեր հայաբահբանությամբ տարված են ցեղասպանության ճանաչման բայկարով, հայտարարի բայկարով, բայց ես եւ իմ ընտանիքս համեստապար միշտ Հայաստանի ծաղկումը, Հայաստանի հզորացումը մեզ համար քերնպատակ էր։ Կարծեմ շատերալ հետս համաձայն են։ Հիմա եթե Հայաստանը գիզագետը եւ գետրոնը պետք է բոլորս Հայաստան վերադառնանք։ Նույնիսկ Լոս Անջելեսի հայը պետք է վերադառնա։ Բայց այստեղ գա արևմտահայկական այսպես ասած մշակույթը, բաբանել Գիլիկյո աթորը, ցեղասպանության հադուցումը, այդ բաները մեզի այդ քաղուտ կոչվածները Լիբանան եւ Սուրիո մասին է խոսքս, արդեն Եգիպտոս չկա, արդեն Սուրիան ոսրացավ։ Հիմա որ խոսիմ գնեղվին, գսեն չէ մի սերասանք, որպեսի դեր գանք, դեր շարունակենք, բայց իրականությունը պետք է ասում։ Գրեթե զանգված չկա, թիվ չկա այդտեղ։ Կոորդինացիոն չկա։ Կոորդինացիոն։ Եթե մենք պիտի ափսոսանք կամ պիտի ասենք, որ այդ կառույցները, որ ունենք եկեղեցական, մշակութային, քրական դպրոցները պետք է անբաժար բահենք, լավ, ինչպես բահենք։ Քիչ տրամպանտիում մը չէ որ թիվ չկա։ Թիվ չունենք։ Գումար չկա նաև, առաջ դժվար էր, որ մնաց հիմա որ հարուստները նույնիսկ գնացին, ընդեղից էին առաջ բոգում հարուստներից։ Առանց իրենց թերակնալելու իրենց գդարած կորձը լավ օրինակ մեծդանն Գիլիկիո Գաթողիկոսյանը գոզե կորձնություն շարունակել եւ արդար է, ինքը իրավունք ունի շարունակելու եւ պիտի մնա իր օրինակ ներկայացվածությունը Հալեբալ, Բեյրութալ եւ այլն, բայց այստեղ խնդիրը միան սկացական տաշտը չէ։ Իհարկե։ Ինչպես որ արդեն որ քիչ է քանակը թե ինչի վրա պիտի աշխատես։ Նույնիսկ ամենավատը այն է, որ դպրոցներն են փակվում։ Տնականապար։ Այսինքն եկեղեցին մնալը ինչ իմաստում է, որ դպրոցները փակվում են թվի խնդրով, այլասերումի խնդրով, մարդկանց քախտում են թեպի արևմուտք, մարդ չի մնում այնտեղ։ Այո, եթե փակիցը բանանք չերգարելու համար ասենք մեր առաքելությունը ինչ է հոն։ Այդ է խնդիրը։ Եթե մեր առաքելությունն էր Թրամ շահինք, որովհետեւ Հայաստանին օգնենք, հիմա մենք չենք կնար այդտեղ Թրամ վաստակել։ Դժվար է, ոչ Սուրիա, ոչ իրենց օգնեն քոնե առաջին հետին, դա չեն կարող։ Իրենք հնարավորություն չունին նախ իրենց բայելու հիմա։ Իրենք օգնություններով վրա սկսած են կոյատևել, հա։ Լիբանանը նույնպես։ Լիբանանը դասական վիճակում։ Նույնիսկ Հայաստանի մեծահարուստներ ունեն ցերկ։ Մեծդան Գիլիկյան օգտվեցավ օրինակ Կակիկ Ծառուկյանն, չէ՞, եւ հագարակ հությամբ սկսանք։ Լավ, ադի բահելը մեր առաքելությունը ինչ է, եթե հայտադի մեծ այսպես նպատակ մգա որ ասպիտի ազատագրենք հողեր, բայց դա այդ ուրիշ ծրագիր է, չէ՞, շատ երկար, շատ մանրագրգիռ, շատ դժվար ծրագիր մնա։ Ադի ազատագրական բայկար պետք է, ինչպես որ 80-ականներուն ասալաններ են, հայապական բանակներ եւ այլն, ինչպես պիտենեն։ Լավ, դրան բանորեն անցանք, ուրիշ առաքելություն կա, մարդկային առաքելություն կա հոմ մնալու, չեմ գիտեմ, ես պատասխան չունեմ։ Ինձ թվում է սպիտակ չարթը աշխատում է։ Անշուշտ, ժամանակի հարց է։ Ժամանակի հարց է, Լիբանանն էլ կարծում ժամանակի հարց։ Եդիկրան ջան, դուք ընդեղի ծեր Արորյան վստահ եմ, երդասարդ ժամանակ շատ լավ էր, չգիտեմ, ագումբներ, հա եւ այլն։ Հիմա ինչպես եք համեմատում ծեր Արորյան ստեղի ընդեղի Արորիայի հետ, ինչքան հաջելի է հաստեղ ապրիլը։ Ես ճիշտ այսօր արդու որ պիտի կայի այստեղ ուզեցի վերականգնել որ ես ուրախ եմ Հայաստանի մեջ եւ բացահայտեցի որ այո ուրախ եմ հագարակ դժկոություններուն հագարակ ամենտեղ էլ կա դժկոություն հիաստապություններ ալ կան եւ բայց եթե փախտադեմ ես ինչպես էի Հալեբի մեջ եւ իմ զգացումները
եւ իմ ակնկալիքները չէ ես այստեղ ավելի ներդաշնակ եմ ավելի ներդաշնակ Ինչն է բաժարած էր արմատներուն մոդիկ լինելը թե ընդեղի ժողովրդի մտածելակերպը որ լրիվ ուրիշական է չենք ասում սխալա չենք հարկելով իրենց բոլորովին ուրիշ հերոյ մի քանի շաբաթ առաջ որ աղջիկ մներ ինքն էլ հալեբենալ սա որ մենք այնտեղ ջամփան չենք կնար քայլել դեռ ինքը վայելում օրինակ Թուգել որ ասում եք թուգել նույնիսկ այնտեղ հայկական ակումբների անունն են փոխված կարծեմ եմ սպորտային իրավունք չունեի հիմա այդ փոխեցին իբրտե ժեստ մերին բայց նույնիսկ այդ իրավունք չունեի անելու այսինքն սահմանափակումներ կար բայց մարդիկ սովոր էին այդ միջավայրին ասում են շատ լավ է այստեղ բայց որ ասում ես բայց նայ Հայաստան գալուց հետո դեսան որ նա ինչպես էին ապրում հիմա այստեղ մեր համար կյանքը ինչքան լավ է հետո ուրիշ կարևոր խնդիր մը գա այսինքն թուն եթե կյանքը ըմբոշխնելու մեջ մշակութային մոդեցում մը գա հարցի մեջ երբ որ քաղաքացի ես երկրի հաջուկ պիտի առնես այդ քաղաքացիությունն նույնպես այսինքն մարդկային բարձակույն վիճակներն մեկն է որ թուն պիտի վայելես քո մշակույթը օրինակ լեզուն որ գխոսիս պիտի ինչպես որ ֆրանսացիներ իրենց խոսած են հաջուկ կարդեն գսեմ որ ես այդ վիճակները Հայաստան ավելի կըմբոշխնեմ այսինքն հարկելով արաբ ժողովուրդ ես արաբ ժողովրդին հետ հարց չունիմ ոչ ադելություն ունիմ հյուրընկալ են լավ են մեզի մեծարեն գարկեն բայց իրենց հավաքական մշակույթը եւ իրենց ուղղվածությունը կապ չունի մեզ հետ բացա հետո մեզի եթե մարդկային առումով հիմա բաց աշխարհ եղավ հիմա մարդիկ օրինակ կերտան նույնիսկ կամբոդիա գապրին իրենք ուրախ կսկան հոն բայց այդտեղ մարդկային հիմնական դարական թյուրությունները չի կան այլևս դժվարությունները այսինքն աղքատացած երկիրներ են իրենց քաղաքացիները չեն գնար գոր բահել գարքին թյուրություններ չի կան կանադամը չէ որ ասես ինչու ես հոն չլամ կամ զվիցերիամը կամ առավելությունները մեկն է նաև որպես հայ մենք փոքր ժամանակ ինչ ենք մի հատ չգիտեմ թատրոներ լինում բոլորս գնում ենք այդ մի թատրոնին որը դարին մի անգամ կամ ուրիշ թատրոններ երկու անգամ գլներ կամ մի հատ համերգ էր երկիչ էր գալիս կամ Հայաստանի գնում ենք բոլորս փորձում ենք բայց հիմա այդ բոլորը այդ լյուքսը ունես տունստեղ ամեն օր 365 եւ ուրիշ մագարտալով ունես այդ հիմա կարող է երկար մնացողը մեր նման սովոր է այդ ամեն ինչին բայց որ ընկերները գալիս են դրսից ասում վայ ես համերգը գնանք այդ ամեն որ կամած բայց մենք գնացել ենք այդ համերգին 3 անգամ այդ թատրոնը 5 անգամ ենք նայել ու որագյալ ոչ թե որ միայն այդ ամեն ինչը մեր առօրյայի մեջ մտած է Էդելա մեր ենթակիդակցության մտնում որ մենք կյանքում ստեղ չենք թողի համաձայն եք այո ուրիշ բան ուզեմ ասել որ այդ մեր հայկականությունը որ կարողանա Քալեբի մեջ էս Բերութա լուսանած եմ մաս մնալ ծնող կես Բերութին այդ ինչի քիշմը այդ դակուգս կալու սկացումը գար պատկանելությունը սկացումը գարչողությունը իրար հետ այդ էր միան բաղը որը հայրը գողքի այո գողքի որոշ չափով աբաստարան մներ այսինքն այդ աբաստանարանական գոչված վիճակն է որ մարդկային առումով քեզի գհուս է ուրիշ բան չի գա այսինքն ճուն շատ դակուկ կսկաս այդ բզդիկ սերմ դերմ որ եկեղեցի մնե սրահ մնե ագուկ կոնոման մարդիկ հա գերտասկոր ուղագի Գարդես պաշտպանվածության զգացում մնե կամ փախուս մնե առօրյային որը եթե մարդկայինորեն վերլուծես շիզոֆրենիկ է քիչմը հագասական է որովհետև դու ակումբեն բիդելես եկեղեցին բիդելես ուրիշ թիմակից մնտունից ու դեսնես թիմացի դեղացիները եւ սկսես ուրիշ վարմունք ունենալ ոչ թե վատ իմաստով վարմունք ուրիշ տեսակ որովհետև դու չես այդ բանը բայց այդ գեղձությանը իբր պատասխան քեզի ինչ կապավեն գուտար եւ ուժ չսենք քաղցրություն մգուտար այդ աբաստանարանը որոնը գարոտնամ մեկ հա մենք գարում բայց գիտեք ինչ է թաղամաս մներ ենթադրենք թաղամաս 2-3 ասենք 50,000 էին իր եկեղեցիո իրա բայց դու ասում ես որ այս թաղամասը թող հիմա մեր հաղորդումը արի մի հատ մեծ երգիր նույն ցևով է բայց երգիր Հայրներով կիլոմետր 100,000-ներով մարդիկ որ կոնոման են այդ փոքրը թող ու արի ստեղ ու դες ինչքան հաջելի է քո համար այո դա մեր հաղորդման նպատակը չէ ես համաձայն եմ 100%. Միան մարդիկ, որով քաղաքացիական պատկանելիության հարցով օրինակ Կանադա որ գերտան, Ամերիկա որ գերտան, Ֆրանսա որ գերտան, հայերը միջին արևելքեն, իրենք
Աբաստանարանի սկացումը գզիչին, որտեղ որտեղ ավելի մեծ քաղաքացիական վիճակ է։ Մենք ունեինք միջին արևելքի մեջ այդ համոհոտը։ Անորոշ մարդիկ երբեմն գշփոթեն, «Օ, մենք հիանալի էր մեր վիճակոն»։ Ոչ, իմ կարծիքով հիանալի չէր մեր վիճակը։ Այդ դակությունն էր, որ մեզի համոզմունք մխիթարանք մգուդար որ «Օ, խենտանալիք մարդկային վիճակ է»։ Այդ իրականում չէր։ Հետո պատերազմներ եկան, բոլորին ավլեցին, թողեցին։ Պատերազմները մեր աչքերը բացին, որ ու դրանք որ Կանադայում հերու դեղերքացին, դրանք էլ որտեղ հաց հոնդեղ գած մեր գարկախոսով գնացին, ցավոք սրտի որ մեզ շատ վնաս ապերել, բայց կան հայրենադարձներ ինչպես դուք, ինչպես շատ մարդիկ, որոնք եկան այստեղ ու իրենց գտան վերջնական իրենց երկիրը։ Շնորհակալ եմ շատ Դիկրան զրույցի համար, հույսով եմ ձեր օրինակը վարագիչ դառնա շատերին, ու կան որոշեն ու մնան որ դարձնենք այս երկիրը մեր երազանքի երկիր։ Հաջողություն։